Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է Տիրոջ հայտնությունը, նրա ծնունդը։ Գիտեք ժողովուրդ ջան, ինչքան էլ մենք ասենք, խոսենք, պատմենք, մեծարենք, գովաբանենք, մեր մարդկային գաղափարը, մարդկային էությունը ինքը սահմանափակ է։ Եվ նա չի կարող այդ անսահմանափակ Աստծո մեծությունը հասկանալ։ Ուղղակի մի թեթև Տերը լույս է բացում, որ մի փոքր ասենք, մի փոքր մարդը կարողանա հասկանա, այդ էլ մինչև վերջ չի հասկանալու։ Ասեմ ձեզ, որ հավիտենության մեջ էլ, որ այդ Աստծո հետ պետք է լենք, էլի չենք հասկանալ լրիվ։ Ինչու համար եկավ Հիսուսը։ Ես չեմ ուզում շատ երկարացնեմ ժողովուրդ ջան, ուղղակի մեր կու նախադասություն մի քանի մտքեր մեր կու համարի վրա ուզում եմ մեր ուշադրությունը դարձնենք եւ որից հետո պետք է աղոթք անենք։ Եղբայրներին Տերը օրհնի, բավականին ծառայողները խոսեցին այդ մասին, ասեցին, բայց ես ուզում եմ շարունակեմ այդ խոսքը, դեռ Տեր Հիսուս Քրիստոսի ֆիզիկապես ծնվելուց 730 տարի առաջ Եսայի մարգարեն մարգարեացավ Հիսուս Քրիստոսի գալուստի համար, թե ինչու համար պետք է գա Հիսուս։ Եվ երբ որ մենք կարդում ենք Եսայի մարգարեության 49-րդ գլխի, Եսայի մարգարեության 49-րդ գլխի 8-9 համարները այսպիսի խոսքեր է ասում Տերը մեզ։ Տերը այսպես է ասում. ընդունելու ժամանակին քեզ լսեցի, եւ փրկության օրը քեզ օգնեցի, եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուղղ չինեցի ժողովուրդներին, որ երկիրը հաստատես եւ ժառանգեցնես ավերակված ժառանգությունը, որ ասես կապվածին դուրս եք եւ նրանց, որ խավարում են, թե փայլեցեք, նրանց ճանապարհներ պիտի արածեցնեն ու շարունակում։ Ասում ընդունելու ժամանակ ես քեզ ուղղ տարեցի, որպիսի ինչ անես, ավիրված ժառանգությունը վերականգնես։ Գիտեք ժողովուրդ ջան, մենք մարդիկ ենք, շատ հաճախ քաղաքականության մեջ մենք չենք մտնում, բայց երկրների մեջ տեղի ունենեմ դիպվածներ, երբ որ մեկը ասենք քաղաքական պատճառով թողնում է երկրից գնում է, նրա ունեցվածքը ձեռից վերցնում են, այն մյուսը հետո փոփոխություն ալեմ գալիս այն մեկն է վերցնում, ասենք շատ հեշտ չեն տանում մարդիկ, երբ որ իրանց ունեցվածք իրանց ձեռքից ինչ են անում, վերցնում են։ Ինչ էր տեղի ունեցել եւ ինչ ժառանգության մասին էր ստեղ Աստված ուզում, որ ասում է նա եկավ, որպեսի ավիրված ժառանգությունը վերականգնի։ Երբ որ Աստված մարդին ստեղծեց, նպատակը նա չէր, որ մարդը երկրավոր կյանքի մեջ չարչարվի, տանջվի, տառապի, հայրենիք կորցնի, օտարության մեջ գնա պանդխտանա, երեխեքին ջահել երիտասարդ կորցնի, տուն ու տեղ թողա, երգիր կորցնի, գա չարչարվի, տանջվի, տառապի, հետո մահանա, գերեզման դրվի ու վերջանա գնա։ Սրա համար չի Աստված մարդին ստեղծել, որ այսօր մարդը սա երկրի վրա քաշում է։ Աստված մարդին ստեղծել է, որ հավիտյան մարդու հետ ապրի, որ մարդ հավիտյան Աստծո հետ ապրի։ Եվ որ մենք Սուրբ Գիրքը ուշադիր ընթերցում ենք, հենց Ծննդոց առաջի գլխի մեջ տեսնում ենք, որ Աստված ասեց. «Մարդ ստեղծեմ իմ նմանությամբ ու իմ պատկերով»։ Եվ մարդուն ստեղծեց, Ծննդոց առաջի գլխի 26 համարն ասում ստեղծեց, եւ 27 ասում եւ մարդուն ստեղծեց Աստված իր նմանությամբ պատկերով։ Եվ շարունակությունը, երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ ամեն հովատենը Աստված իջնում էր Եդեմի պարտեզ ու մարդու հետ հաղորդեր։ Գիտեք, այսօր շատերի համար սա հեքիաթ է, իլյուզիա է, բայց սա իրականություն էր։ Աստված Ադամի հետ զրույց էր անում, բերեց ստեղծած իր կենդանիներին, ասում է տղա ջան, Ադամ ջան, ասում է դու անուններ տեր։ Ադամն էլ նայում ասենց, ասում է հեր, ասում է բեր սրանումը կով դնեմ, ասում է դու ում կով է։ Նայում այնտեղ, ես ասում է սա բեր վագր ասեմ, ասում է վագրա։ Այսինքն Աստված հաղորդակցում էր եւ մարդ ու Աստված իրար հետ կյանք ու շփում ունեն, ժողովուրդ ջան։ Աստված սրա համար էր ստեղծել մարդին։ Որովհետև դեռ Սուրբ Գրքի մեջ ասում է դեռ չստեղծված, դեռ երկրի ես երկինքի հաստատությունները չստեղծված, Աստծո խոսքը ասում է իմ ուրախությունը մարդկանց որդիների հետ էր։ Աստված մարդին ստեղծել էր նպատակը, որ այդ ուրախությունը վայելի։ Գիտեք, իմ թորները որ գալիս են,
ամենաշատն ուրախանում եմ։ Շատ եմ ուրախանում, բայց որ գնում են ավելի շատ եմ ուրախանում։ Գլուխս մի քիչ հանգստանում է։ Գիտեք, եւ որ չկան այդ երեխեքը, համարդ կան, գալիս են ուրախանում են։ Մեր ուրախությունը ի՞նչն է։ Մեր երեխեքը, մեր թոռները, մեր ծորները, մեր ընտանիքը ժողովուրդ ջան, Աստծո ուրախությունն էր իմ ու քո իր հետ մեկ լինելն է։ Եվ Եդեմի պարտեզի մեջ Սատանան կարողացավ եղբայրները հիշեցրեցին հենց Անդրանիկ եղբորից սկսած պաշտամունքի առաջից, որ կարողացավ Սատանան մարդին գցել այդ ուրախությունից, այդ Աստծո փառքից, այդ ժառանգությունից, ավիրեց, հափշտակեց, ձեռքից տարավ։ Եվ այսօր մարդուն տվեց Սատանան իր բնույթը, ցավը, տանջանքը, տառապանքը, անօրենությունը, թշնամությունը, նենգությունը, հանելով նրա մեջից ուրախությունը, հանելով նրա մեջից խաղաղությունը, հանելով նրա մեջից քաղցրությունը, հեզությունը, համբերությունը, վայելչությունը, սերը հանելով մարդու միջից։ Եվ դրա համար մարգարեն ասում է, որ մեզ համար մանուկ պիտի ծնվի, սքանչելի, խորհրդակից, խաղաղության իշխան, այսինքն այդ Հիսուս գալով նորից այդ հատկությունները պիտի բերի քո մեջ, որ քո ներսի այդ ցավից, տանջանքից, տառապանքից ազատվես, որ այդ ուրախությունը, ցնծությունը, քաղցությունը, երանությունը քո մեջ կա։ Եվ դրա համար, եւ որ մենք կարդում ենք դեռ Տեր Հիսուսի ֆիզիկապես ծնվելուց առաջ ժողովուրդ ջան, Ղուկաս ավետարանի առաջի գլխի մեջ մի ազնվորության մասին է խոսում, որի անունը Զաքարիա էր, այս մարդը քահանա էր, աստվածավախ, աստվածապաշտ մարդ էր, զավակ չուներ, ծերացել էր այս մարդը, կնոջ անունը Եղիսաբեթ էր, չունեին երեխեք այս մարդիկ, եւ Աստված խոսած նրան, եւ զավակ պարգևեց, եւ իր զավակին պարգևելու հետ մեկտեղ նա մարգարեություն արավ Տիրոջ համար, եւ լատեսեք ինչ ասեմ Տեր Հիսուսի համար, Ղուկաս ավետարան առաջի գլուխ 74 համարից պիտի կարդամ։ Եվ մեր թշնամիների ձեռից ազատված աներկյուղ պաշտենք իրան, սրբությունով ու արդարությունով մեր կյանքի բոլոր օրերում։ Եվ դու երեխա բարձրալի մարգարե կոչվես ու արդեն շարունակությունը տալիս է Հովանեսի մասին։ Ասում է Զաքարիան, ասում է, եւ Զաքարիան Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ եւ ասեց. Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելություն արավ եւ փրկության արավ իր ժողովրդի համար, փրկության եղջյուրը վեր կացեց մեզ համար Դավիթ ծառայի տանը, ինչպես որ խոսեց ու շարունակում է։ Ասում է, որ մեր փրկությունը մեր թշնամիներից եւ մեզ ատողների ձեռից, որ մեր հայրերի վրա ողորմություն անե եւ սիրտ ուխտը հիշե, որ մենք մեր թշնամիների ձեռց ազատված աներկյուղ պաշտենք իրեն։ Ժողովուրդ ջան, Հիսուս Քրիստոս եկավ առաջինը, որ այդ ժառանգությունը վերականգնի, որ մենք մեր թշնամու ձեռից ազատված աներկյուղ պաշտենք իրեն։ Այսօր ինչքան էլ զորավոր մարդ լինի, անկախ ինչ սեռի է, ինչ ցեղի է, ով է, շատ վախ ու տագնապ ունի իր մեջ։ Ես 63 տարեկան եմ, մի քիչ սովորել եմ, պատմություն շատ եմ սիրել, պատմություն շատ եմ կարդացել, ասենք լսել էի, որ թագավորներին, ասենք, խաբել են, մեր թագավորներին տարել են, ասենք, Պարսկաստան, բան, գերի են բռնել։ Այսօր մենք էլ, թեկուզ հավատացյալներն ձեզ շատերս էլ, մենք էլ ենք վախում։ Հմիկ ասեք, չէ, ես չեմ վախում, ոնց չես վախում, հենց ճշումդ բրցանում վրազ մի հատ տեղ են խմեմ, ես էլ եմ խմեմ, էլ ինչ որ ես անում եմ, ձեզ էլ եմ ասում։ Հենց խոլեստերինը բարձանում ատ մի հատ տեղ ես խմեմ, հենց շաքարը բարձանում ատ, ինչի մար ենք խմեմ, որ չմեռնենք, էլի ապրենք, որ մի քիչ էլ ապրենք, մի քիչ էլ երկար ապրենք, լավ, բայց ժողովուրդ ջան, Հիսուսն եկավ, որպեսզի մեզ ազատի այդ մահից, որ մահից, այս առաջի մահը ֆիզիկապես, որ մարդը մեռնում է, դա վտանգավոր չի, ժողովուրդ ջան, դա բոլորս է պետք է մեռնենք, որովհետև երբ որ մեղանչեցին մարդը, Եդեմի պարտեզի մեջ Տերը ասեց, հողից վերցրվիր, հողին պիտի դառնաս։ Ես փոքր երեխա էի, որ խոսում էինք, ես մեր մեծերն ասում էին, հոգարի խաչ չենք դառնալու, ասում ես ինչ ասում, քարե խաչ, չէինք հասկանում, երեխա ենք։ Բայց երբ որ մեծացանք, հասկացանք, այսինքն ինչքան էլ ապրես, մի օր պետքա ինչ անես։ Մեռնես, ես չեմ տեսել 300 տարեկան, ինչ որ մեկը կամ 200 տարեկան միտեղ, դուք տեսել եք։ Մաքսիմում թող մի 100 տարի տատերն ապրեն, քույրիկները, բան, մի 100-110 տարի, վсё, դրանից ավել չեն ապրելու։ Բոլորը ֆիզիկապես մահանալու են, բայց վախը, սարսափը սատանան ուզում է այս ֆիզիկապես մարմնի վրա դնի, որ վայ հանկարծ այս մարմինից չմեռնի։
Եվ այսօր շատ մարդիկ վախում են այս մարմնի մահվան համար, բայց մենք ոչ թե պետք է այս մարմնի մահվան համար վախենանք, այլ վախենանք երկրորդ մահվան համար։ Վայ այն մարդին, որ երկրորդ անգամ կմեռնի, երանի այն մարդին, որ մի անգամ կմեռնի, որտեվ երկրորդ անգամվա մահը դա հավիտենական անդարձ կորուստն է, որտեղ որ հավիտենական կրակից է ծնբի լիճն է, որտեղ որ սատանան ու իր արեշտակներն են լինելու։ Դա համար ժողովուրդ ջան, ասում է նա եկա, որ մեր թշնամիի ձեռից ազատի։ Մի հատ ազնվորություն կար, անունը Նիկոդեմոս։ Մարդը 75 տարեկան մարդ էր, հրեաների իշխան, Հովանու ավետարանի 3-րդ գլխի մեջ այդ պատմությունը պատմում Հիսուսի։ Եվ սա գիշեր եկավ Տեր Հիսուսի մոտ։ Եվ որ զրույց էր անեմ, Հիսուսը նրան ասեց, քեզ պետք է վերստին ծնվես։ Այս Նիկոդեմոսը նայեց, ասավ, այ Տեր ջան, ասավ, ես 75 տարեկան մարդ եմ։ Իմ մերը վաղուց մահացել է։ Գերեզմանները հիմի նրա գերեզմանը բացեց մոխիրա, փոշիա։ Ես ոնց կարամ գնամ նրա որովայնը մտնեմ ու նորից ծնվեմ։ Ասեց, քեզ պետք է վերստին ծնվես։ Եվ ասեց, մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է։ Ժողովուրդ ջան, ոչ թե մենք ֆիզիկապես պետք է ծնվենք, այլ մենք վերստին ծնունդ պետք է ունենանք։ Հիսուս Քրիստոս դրա համար եկավ, որ քեզ այդ ծնունդը այդ հնարավորությունը տա։ Իսկ սատանան փոխում է, վայ մարմինս, վայ երկիրս, վայ տունս, վայ տեղս, վայ սեղացս, վայ բայց ոնց պիտի։ Բայց Աստված ուզում է, որ մենք ոչ թե սա անենք, այլ աներևույթին հավատանք, որտեղ Սուրբ Գիրքը հիշեցնում է, հավատքը չերևցած բաների հաստատությունն է, աներևույթ բաների ապացույցը։ Այսինքն ժողովուրդ ջան, ինքը սատանայի ձեռից մեզ ազատելով Հիսուսը ուզում է, որպեսզի մենք ինչ անենք, մեր կյանքի բոլոր օրերի մեջ պաշտենք իրան սրբությունով ու արդարությունով։ Գիտեք, ես ես վերջերս խորապես սա հասկացել եմ իմ կյանքի մեջ ու ես ասում եմ, ես չեմ ուզում, ես հավատացյալ չեմ ուզում լինեմ, ես չեմ ուզում հավատացյալ լինեմ։ Ոչ չեմ ուզում ստեղ որից է մեկնել հավատացյալ ելեք։ Գիտեք ինչու։ Ում է պետք է հավատացյալ լինելը։ Ես ուզում եմ Աստծուն պաշտող լինեմ, ոչ թե նրան հավատացող։ Սուրբ Գիրքը ասում է, սատանան էլ է հավատում, ու սարսափեմ, որ Աստված կա, ինչ օգուտ։ Այսօր չկա աշխարհի մեջ մի անձնավորություն, որ հավատ չունեն, ամենքը մի բանի հավատում են։ Բայց Հիսուսը չի ուզում, որ մենք իրան հավատանք։ Նա ուզում է, որ մենք իրան պաշտենք հոգով ու ճշմարտությունով։ Սամարացի կինը մոտեցավ Տեր Հիսուսին։ Այդ ջրհորի այդ ջրի պատմությունը գիտեք, չեմ երկարացնում։ Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, քեզ պետք է որ պաշտես հոգով ու ճշմարտությունով։ Բայց մաստեղ գնանք պաշտենք, էս անենք, այսօր հա, մարդիկ պաշտ հավատում են սա, ամենքը մի բան անեմ, լավ են անում, հա թող հավատան։ Բայց Հիսուս չի ուզում իրան հավատաս։ Հիսուսն ուզում է իրան պաշտես։ Իսկ նրան պաշտողը պետք է նրան պաշտի հոգով ու ճշմարտությունով։ Այսօր ինչքանով ենք մենք պաշտում Հիսուսին։ Հիսուսին պաշտող մարդը այս երկու հատկությունը պետք է իր կյանքի մեջ դրսևորվի։ Եթե դու պաշտում ես Հիսուսին, դու պետք է սրբ կյանք ապրես։ Լիզի խոսքերով չի որ պաշտում եմ քեզ Հիսուս ջան, մեռնեմ քեզ, փառքես, քո ապրած կյանքը, այդ սրբությունը քո ներսը պետք է լինի։ Ասում եմ դի պաշտես սրբությունով։ Ինչու համար ուզում Տերը որ մենք իրան պաշտենք սրբությունով, ժողովուրդ ջան։ Այսինքն պաշտողը սուրբ կյանք պետք է ապրի։ Ինչու՞։ Որովհետև Տեր Հիսուսը շեշտում է։ Ասում է ոչ մի մեղ բնավ երկինք չի մտնում։ Որովհետև առաջի մարդը Եդեմի մեջ ինքը հնարավորություններ ոնց ուզենար ապրեր, ու տենց էլ արավ Ադամը։ Ադամին Աստված հնարավորություններ տվեց, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրի, քեվդ ինչ տալիս արա, մենակ ես մի ծառի պտղից չուտես։ Ես մեկ մտածում եմ, ասեմ, եթե ես էլ Ադամի տեղը հմիկ այս ժամանակով, ոչ թե այն սկզբի, որտեղ այն սկի ժամանակով ոնց որ Ադամն է, ես է նույնը կանեի։ Կարող ավելի բեթար, ավելի շուտ անեի, բայց հիմի որ մարդը այս տառապանքը տանջանքը անցել է, հիմի որ գիտի որ էսա, հիմի որ Աստծո հետ քիչ թե շատ մարդը հաղորդություն ունի, Աստված այդ մարդին ասել ես մի ծառի չուտես, առաջինը երևի գնար Սուրոն մեր առաջինը կտաներ ու այդ ծառը քոքից դրուժբով կտրեր։ Ես եք կտրեի, կասեի բեր կտրի որ հանկարծ կնի գա երեխայա շշկլվեն էլի համար կտրի կորչ գնա։ Ինչի որտեվ այս տառապանք մարդը քաշել է, գիտի ինչ է դա ժողովուրդ ջան։ Այդ ուներ այդ հնարավորությունը այդ մարդը, որ ինքը մերժեց Աստծուն։
Իսկ այս երկրորդ մարդ Քրիստոսը որ եկավ, ել չի տալիս ինձ հնարավորություն, որ ինչ քեֆս տանեմ, ոնց ուզենամ ապրեմ, հետնել իրան հավատամ, ասեմ փառք քեզ Հիսուս ջան ու երկինք մտնեմ։ Դες բան չկա ժողովուրդ ջան։ Հիմա ինքը ստակ իր պայմանը դրեց։ Ուզում ես իմ մոտ գաս։ Ես քեզ ողորմություն եմ անում, ես քեզ շնորհ եմ անում, ես քեզ փրկեմ, ես քեզ կյանք եմ տալի։ Ուզում ես գաս վայելես։ Իմ պայմանը սա է, պետքա սուրբ ապրես։ Պետքա մեղքից հեռու մնաս։ Որովհետև ես մեղքի համար շատ թանկ գին եմ վճարել։ Գիտեք, փրկությունը ձրի է, ասում ենք ձրի է, մեզ համար է ձրի է, գիտեք ինչի է ձրի, որովհետև ամբողջ տիեզերքում չկա մի այդպիսի գումար կամ մի ինչ-որ մի բան, որ կարողանա մարդը վճարեր, որ այդ փրկությունը ձեռք բերեր։ Չկա այդպես բան, որ կարենա, այդքան գին, այդքան մի հատ բան չկա, որ մարդը ի վիճակի լիներ վճարեր, որ այդ փրկությունը ձեռք բերեր։ Որտեւ այդ գինը անգին է։ Իսկ այդ գինը Աստված իր կյանքի գնով դրեց։ Իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին մարդ հասնելով, աշխարհ ուղարկելով, նա իր կյանքը դրեց, որ մեղքից փրկի ինձ ու քեզ։ Դրա համար այսօր ինքը ասում է, ուզում ես երկինք մտնես, քեզ սպանչող սուրբի պես, դու էլ պետք է սուրբ լինես։ Այդ սրբությունը ժողովուրդ ջան, դա քու իմ նրսի սրտի պարունակություն է։ Եվ դրա համար մենք պետք է ամեն օր խնդրենք, որ Տերը մեր մեջ սուրբ սիրտ անի։ Եվ արդարությունը ժողովուրդ ջան, դա արդեն մեր ապրած կյանքն է։ Եվ որ ես ասում եմ ես սուրբ եմ, համոզված եմ, որ ես սուրբ եմ, իմ ապրած կյանքը պետք է այդ արդարությունը շրջապատը տեսնի։ Այդ արդար կյանքը պետք է տեսնի։ Արդարությունը դա մեր ապրած կյանքն է, որ դրսի շրջապատի մեր տան անդամներից սկսած պետք է տեսնեն։ Իսկ սրբությունը դա մեր ներսի բնույթն է, որ դա ամեն օր մենք պետք է գիշեր ցերեկ խնդրենք Տիրոջը, որ մեր սրտի մեջ եղած ամեն աղտերից ու կեղտերից մեզ ազատ անի, որ կարողանանք իրան հաճելի կյանք ապրենք։ Երբ որ սկսես արդեն սուրբ սիրտ ունենաս, Դավիթն ասում է. «Տեր, սուրբ սիրտ արա իմ ներսը»։ Եվ որ այդ սուրբ սիրտը քո մեջ կդրսևորվի, քո ապրած կյանքն էլ քո շրջապատի մեջ ցույց կտա։ Այսօր մարդու սիրտը սուրբ չի։ Տենը հավատացյալին, հոգևորին տենը, եղբորը տենը, սկսում է իրան պահել։ Բայց գնում այն կողքը մարդ չկա արդեն, այս սիրտը այդ մարդու մաքուր չի։ Պարզ չի, ջինջ չի։ Նա սկսում է նորից իր կեղտոտ գործերն անել։ Աստծո մարդկանցից մեկը շատ եմ ասել, այսօր առավոտն է տանը խոսում է, կինս հարցս լսում են, մի քիչ դիսկուսիայի մեջ մտանք, ասում է, մարդիկ մտածում են, թե Աստված մեզ երկնքից է տեսնում, բայց Աստված ժողովուրդ ջան, մեզ երկնքից չի տեսնում, նա մեր ներսից նա մեզ տեսնում։ Հասկանում ես։ Նա մեր ներսից նա մեզ տեսնում։ Եթե մտածում եմ երկնքից է տեսնում, վերևից մարդ չկա, այս թակուն տեղը վсё գնացի, բայց նա վերևից չի տեսնում, նա քու սրտի մեջից է քեզ տեսնում, իմ սրտի մեջից։ Նա իմ սիրտ ու երիկամունքներից է ինձ գտնում, ինձ տեսնում ու գիտի։ Ասում է դու դեռ չմտածած, դեռ խոսքը քու մտքից քո լեզվի վրա չեկած, ես գիտեմ դու ինչ պիտի ասես։ Դա համար քուրեր եղբայրներ, Հիսուսն եկավ որ մեզ ազատի մեր թշնամուց, այդ սատանայից, մեր եսից, մեր ամբարտավան հպարտ գորոս էությունից, որը մեր համար առաջիտ մեկ թշնամին են, որոնք որ մեզ կործանելու համար են, Հիսուսն եկավ որ մեզ դրանից ազատի։ Եվ նորից այն կապն ու հաղորդակցությունը, որ մարդը կորցրել էր Եդեմի պարտեզի մեջ, նորից վերականգնվի։ Եվ երբ որ Տեր Հիսուսը խաչապայտի վրա իր հոգին ավանդեց, ասում է մեծ շարժ եղավ, երկիրը շարժվեց, գերեզմանները բացվեցին, թշնամության պատը քանդվեց, վարագույրը վերից վար պատրվեց, ինչ տեղ ունեցավ, այսինքն մեռելները, որոնք որ մեռած էին, հարություն առան, այն գերեզմանի քարը ոնց որ Արմենն ասավ գլորվեց մեկ կողմ, որ այսօր ինչ քարեր ու կապանքներ կա մարդու կյանքի մեջ Հիսուս քանդեց, որ ինչքան էլ խոր հին մեղքերի պղծությունների, անօրնությունների մեջ մեռած մարդ լինես, եթե դու աղաղակես Տիրոջը, Տերը կարա քեզ այդ մեռած տեղից կենթանացնի։ Եվ այն վարագույրը, որ խափանում էր մարդ Աստծո հետ հաղորդակցվելու, պատրվեց, որ մարդ ուղիղ երկինք տանող ճանապարհին նայի։ Եվ այսօր այդ Քրիստոս կենթանի է, օրհնյալ է նրա անունը։ Եվ նա կանգնած է, ասում է, ես հեռու չեմ քեզանից։ Ես կանգնած եմ քո սրտի դռանը եւ թակում եմ, ով որ իր սիրտը բացի, ներս պիտի մտնի, ունցիկ պիտի անի։ Եվ իմ միտքը լասեմ, եւ մեր եկշախումբը կերքի, եւ երկի ընթացքում ովքեր լուրջ ուզում են իրանց սրտերը Հիսուսին հանձնեն, որ ծագի այդ արդարության արեգակ իրանց սրտի մեջ, թող առաջ կան, պիտի աղոթենք։ Գիտեք ժողովուրդ ջան, Հիսուսը մի անգամ եկավ, նա եկավ չարչարվեց,
նա եկավ մահացավ, ֆիզիկապես մահացավ, կյանքը դրեց, որ ինձ ու քեզ փրկի մահվանից։ Իսկ երկրորդ անգամ, որ նա գա, էլ նա չի գալու, որպես նորից չարչարվի, մահանա, գերեզման դրվի, մարդիկ ծաղրեն, անարգեն։ Այս անգամ նա որ գա, նա պետք է գա որպես ոմանց համար, ցավոք սրտի, շատ-շատերի համար, որպես ահեղ դատավոր, որ պետքա դատի նրանց, իրանց արածների համեմատ հավիտենական դժոխք ուղարկելով։ Իսկ շատ-շատերի համար էր նա պետքա գա որպես երկնային փեսա։ Գիտեք, մեր հայրերը սիրում ենք, չէ՞, արսանիքները ծմերն անել։ Եվ հարսը ոնց է իր փեսային սպասում։ Սրտի թրթիրով ուրախությամբ։ Այսօր հիմի Հիսուս քոմար ով է գալու, այդ որոշողը դու ես։ Եթե Հիսուս քեզ համար փեսա է, երանի քեզ։ Եթե դու քո սրտի մեջ նրան սպասում ես, սիրում ես, քո կյանքով իր ճանապարհին ես սպասում, նա կգա քեզ համար որպես փեսա։ Բայց եթե այսօր դու նրան մերժում ես, հավատում ես ուղակի, բայց չես պաշտում նրան, էլ ես հավատում, հավատա։ Երբ քեզ պետք է հավատում ես, քեզ ինչ պետք է անում ես, բայց Աստված չի ուզում, որ իրան հավատանք, ուզում է իրան պաշտենք։ Նա որ Հիսուսին հավատում է, իր ուզած ձևով, իր քեֆով, իր հավեսով, այս մարդի համար Հիսուս գալու է ցավոք սրտի որպես ահեղ դատավոր։ Նա այս անգամ չի խաչվելու, այս անգամ չի չարչարվելու, չի տառապելու, այս անգամ նա հզոր տիրակալ պետք է իր ամբողջ փառքով գա։ Դրա համար քուրեր եղբայրներ, այսօր մեծ օրհնություն է, մեծ ավետիս է մեզ համար։ Այո, Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ, որ նրանց համար, ով որ էլ լույսի մեջ չի գա այդ լույսին, ովքեր այդ լույսի մեջ են ավելի նորոգվեն, զորանան, ովքեր սրբության ճանապարհն են ավելի զորանան ու այդ ճանապարհի մեջ հաստատ մնան։ Իսկ ովքեր որ մերժել են, դառնան Տիրոջից, եթե չեն դառնան, իրանք լսեն, որտեղ մի օր կա, որ ամեն մեկը պետքա Տիրոջ ացյանի առաջ կայնի։ Ով ուզում է լինես, պետքա կայնես, ժողովուրդ ջան։ Ես գիտեմ մարդիկ կան, որ ասենք պրազնիկից պրազնիկ են գալի, ծնունդին են գալի, զատկին են գալի, ծես են կատարում, այդ ձևի մարդկանց խնդրում եմ, լուրջ սթափվեք, ապաշխարեք, լուրջ ապաշխարեք, որովհետև վաղը այդ ձեր քեֆը չի անցկենալու, հիշեք, չեք կարող արդանալ, թող Տերը փառավորվի, սրա համար եկավ Հիսուս, մենք պետք է կանգնենք ոտքի և խնդրենք մեր երգչախումբը մի հատ երգ երգի, և եթե մարդիկ կան, իզում են իրանց սրտերը անմնացորդ լուրջ Հիսուսին տան, խնդրում եմ ժողովուրդ, կողքի բարեկամները մեկ բրդի այդ մարդկանց էլի, վերևում քաշում են թևից ասում են արի